Ողջույն սիրելի հետևորդներ, մի փոքր երկար դադարից հետո հանդիպում ենք կրկին խոհանոցում։ Ես այսօր ձեզ համար բերել եմ մի նոր հետաքրքիր բաղադրատոմս, կարծում եմ հետաքրքիր, որովհետև այն մի փոքր տարբեր է լինելու։ Այսօր մենք պատրաստելու ենք մակարոն, ոչ թե միայն մակարոնից ուտեստ, այլ հենց մակարոն ենք պատրաստելու այստեղ եւ տարբեր է նրանով, որ մակարոնը լինելու է ոչ թե սովորական, այլ լինելու է բանջարեղեններով։ Այսինքն տարբեր բանջարեղենների համադրությունով մենք պատրաստելու ենք մակարոնից ասորտի տարբեր տեսակի եւ հետո այդ ամենը կեփենք եւ կտեսնենք վերջնական տեսքը։ Ինչի ես որոշեցի ներկայացնել այս բաղադրատոմսը, նախ եւ առաջ մենք բոլորս էլ հետևում ենք առողջ ապրելակերպին եւ առողջ ցանկանում ենք օգտագործել առողջ սնունդ։ Դե բոլորս էլ գիտենք, որ ալյուրով պատրաստված ուտեստներից, թխվածքներից հացեղենը շատ նպաստում է գիրանալուն։ Բայց նաև մենք գիտենք, որ եթե չկա արգելված սնունդ, կա արգելված քանակ։ Եթե դու նույն մթերքներ ինչից որ մարդ գիտի, որ ինքը դրանից մի փոքր գիրանում է, եթե դա օգտագործի համապատասխան ճիշտ մթերքների բանջարեղենի հետ, հավատացնում եմ ձեզ, որ ողջ կյանքի ընթացքում ոչ մի ավելորդ քաշի հետ խնդիրներ չի ունենա։ Հիմա, ինչևիցե, այս մեր մակարոնի առավելությունը այն է, որ այն կլինի եւ էկոլոգիապես մաքուր եւ օգտակար եւ կլինի քիչ կալորիականությամբ։ Նա եւ օգտակար կլինի երեխաների եւ մեծերի համար։ Եթե շարժեցի ձեր հետաքրքրությունը, անցնենք խոհանոց եւ ներկայացնեմ մթերքները, որից պետք է պատրաստենք։ Գնացինք։ Հիմա տեսեք, թե ես ինչ եմ պատրաստել։ Սա նախապես ես այս ամենը բլենդերով հարել եմ, որպեսզի ժամանակը կրճատենք եւ անցնենք գործի։ Նախ եւ առաջ, սա գազար է, բլենդերով հարած։ Սա սպանախ է, սա բազուկ, սա է լոլիկ։ Մի փոքր բաց գույնի լոլիկ էր, բայց լոլիկ է սա, այս ամենը հարած է բլենդերով, օգտագործելու ենք 4 սածու յուրաքանչյուրի մեջ եւ ալյուր այնքան, որ պատրաստ լինի չկպչող ձեռքին խմոր։ Հիմա ինչ եմ ուզում ասել, որ յուրաքանչյուր բանջարեղենի մեջ ես ավելացրել եմ 1 ճաշի գթալ ձեթ եւ 1 թեյ գթալ աղ։ Հիմա ամեն մի 4 սածուն, ամեն մեկի մեջ 1 ականձու կոտրելով կխառնեմ եւ ալյուրով կստանանք 4 տեսակի խմորե գունդ, որը հետո բացելու ենք եւ պատրաստենք մակարոն։ Հիմա մթերքները ես ձեզ ցույց տվեցի, հիմա անցնենք պատրաստման եղանակին։ Ահա սիրելիներս, 1 ականձու յուրաքանչյուրի մեջ կոտրեցի, հիմա հերթով կանցնենք աշխատանքի։ Նախ եւ առաջ սկսենք այստեղից։ Նախապես մի հատ էլ հիշեցնեմ, որ ձեթ եմ դրել այստեղ 1 ճաշի գթալ եւ 1 թեյ գթալ աղ։ Հիմա ես կավելացնեմ ալյուրը այնքան, մինչեւ որ դառնա ձեռքին չկպչող խմոր։ Հիմա ձեռքով, որովհետեւ պետք է ձեռքով աշխատեմ, որ հասկանամ, թե խմորը ինչպես է ստացվում, չպետք է պինդ խմոր լինի, պետք է ոչ շատ փափուկ լինի, ոչ շատ թույլ լինի, ձեռքին չկպնող, որպեսզի մենք կարողանանք գրտնակենք եւ հետո եփելու ենք, ոչ թե եփելու ենք, այլ չորացնելու ենք ջեռոցի մեջ, որից հետո արդեն ընթացքը ցույց կտամ։ Ահա սիրելիներս, հիմա տեսեք ինչ գեղեցկություն է ստացվել։ Տեսնում եք ինչ փափուկ խմոր է, ձեռքին չի կպնում, փափուկ է։ Հիմա ես հերթով այս 4 գնդերը հերթով հաջորդականությամբ բացելու եմ, ես ցույց կտամ, գրտնակելու եմ այս խմորը եւ դնելու ենք ջեռոցի մեջ երկու կողմից, որ չորացնենք, չենք եփելու, չենք կարմրացնելու, պարզապես չորացնելու է, որ հետո կարողանանք հեշտությամբ կտրատել։ Անցնենք հենց բազուկով խմորից։ Բացելու ենք ոչ շատ բարակ, 1 մատի հաստությամբ։ Այսպես։ Նշեմ, որ սա երեխաների համար
բավականին հետաքրքիր ճաշ է դառնում, քանի որ գունային համադրությունը արդեն ուշադրությունը գրավում է եւ այդ նույնիսկ այն կամակոր երեխաներին, որ սա չեն ուտում, նա չեն ուտում, թեպետ բոլոր երեխաներն էլ անկախ ճաշակից, թե նախընտրում են մակարոնեղենը ավելի շատ, քան ջրային սուպերը։ Ես տենց եմ կարծում, իմ երեխաները նույնպես, եթե հարցնես ինչ ուտեստ ես ուզում, մակարոնով փլավը հենց առաջին հերթին է, բայց դե ամեն օր չի կարելի նման ուտեստ տալ երեխաներին, որովհետև պետք է եւ բանջարեղեն, եւ միրգ, եւ միս, ամեն ինչ տեղին եւ ժամանակին եւ ճիշտ քանակով։ Հիմա հաստությունն եմ ուզում ձեզ ցույց տամ։ Տեսնում եք ինչքան է հաստությունը։ Այսքան, որպեսզի կտրատերը ստանանք սովորական մակարոնի տեսք։ Վերցնում եմ տապակը։ Տապակի վրա ոչինչ չեմ քսում, ոչինչ, ոչ էլ թուղթ եմ դնելու։ Պարզապես սա դնում ենք վրան, որ չորանա։ Ընդամենը 2 րոպե։ Մի կողմից 2 րոպե մյուս կողմից, բայց լավ կլինի վերև ներքև միացնենք, 2 րոպե թողնենք, այնքան որ չորանա եւ հետո հանենք։ Հիմա այսպես դնում եմ տապակի մեջ ու դնում եմ բարարան։ Մինչև սա 2 րոպեում կլինի, մենք հաջորդը կբացենք ունը։ Եվ այսպես 4 սեկունդը այսպես պետք է բացենք։ Ահա, հիմա տեսեք, սա մեր բազուկով մակարոնի լիստն է, սա սպանախով, սա գազարովն է, փոքր լուսավորությունը երևի ցույց չի տալիս, սա էլ մեր լոլիկովն է։ Հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպիսին է ինքը լինում։ Հիմա տեսնում եք, այսպես լիստ է լինում, բայց մենք լրիվ չենք եփում, այնքան որ չորացնում ենք։ Լավաշը ոնց են թխում, ոնց են անում։ Այդ նույն տեխնոլոգիայով չորացնում են ու ինքը շատ արագ պատրաստ է լինում, որպեսզի դա այն նպատակով է արվում, որ համ հեշտ կտրատվի, համ մեջը բանջարեղենը չորանա, որ դանակին չկպչի։ Բայց այստեղ մի բան էլ կա, որ ես մոռացել էի նշել, սիրելիներս, այլորը մի քիչ այսպես անեմ։ Տեսնում եք, արել եմ ծակոտիներ, շատ պարտադիր պայման է այստեղ, որ ծակոտիներ անեք, քանի որ նա լավաշի խմորի նման սկսում է տեղ-տեղ բարձրանալ ուռել։ Որպեսզի նման բաներ չլինի, մենք հիմա այսպես ծակոտիներ ենք անում եւ ստացվում է համաչափ գեղեցիկ բարակ, նո այդքան է բարակ չէ, բարակ լիստեր։ Հիմա ես կփորձեմ կտրատել եւ մի որոշ զանգվածը կպատրաստեմ, որ տեսնեք պատրաստի վիճակում ինչպես է լինում։ Դեկե կտրատենք հիմա։ Հիմա ես այսպես կկտրատեմ, նայեք, կբաժանեմ 4 մասի։ Հիմա նայեք ինչպիսին է լինում։ Ցանկությունը, չափը, երկարությունը ձեր ըստ ճաշակի։ Եթե կցանկանաք մի քիչ թաց լինի, թող լինի հաստ։ Հա, սիրելիներս, ես մի բան ասեմ, ես ի դեպ չնշեցի բանջարեղենի քանակը, թե ինչից ինչքան եմ օգտագործել, դա կախված է թե ինչքան եք պատրաստելու։ Եթե ուզում եք 2 անգամվա համար, որովհետև դե սա շատ երկար չես կարող պահել, դրանից հետո սովորաբար մենք մակարոնեղենը պահում ենք չոր եւ մութ տեղերում, բայց սա պետք է պահենք սառնարանում, այնպես որ երևի 3-4 օրը բավական է, բայց պետք է պահենք սառնարանում։ Ես երբեմն պահել եմ նաև սառցեխցիկում, հանել եմ, նա հետ է եկել, հետո ոնց ենք պելմենին կամ չգիտեմ էլ որ ուտեստ ասեմ, նախապես որ պատրաստում ենք, դնում ենք սառնարանը, հետո հանում ենք եւ եփում։ Հիմա եթե սա լիներ առանց բանջարեղենի, մենք կպահենք պահարանում կամ ոնց ենք ինչպես ենք պահում լավաշը, բայց քանի որ սա ունի իր մեջ բանջարեղեն, այն էլ չեփված, թեպետ ջեռոցումն արդեն ենթարկվեց ջերմային բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ սառնարանում պահելը ավելի ճիշտ է։ Առաջին օրը երբ որ պատրաստում եմ, ես միանգամից չեմ վերցնում դնում սառնանը, եփում եմ այն քանակը ինչքան որ ինձ պետք է, հետո այսպես կուտեղի վրա որ դնում եմ, թողնում եմ այդ գիշեր մնում է, որպեսզի մի փոքր չորանա եւ հետո նոր հաջորդ օրը վերցնում եմ, տեղադրում եմ սառնարան։
Ահա սիրելիներս, տեսնում եք, սա մեր 4 տեսակի սպանախով, բազուկով, գազարով եւ լոլիկով մակարոններն են, այսպես միջին չափի։ Հիմա այս խառնուրդն էլ արդեն համադրությունն է իրանց 4-ի, պետք է հիմա եփեմ։ Ջուրը արդեն եռում է։ Այստեղ ավելացրել եմ աղ եւ մի փոքր ձեթ կավելացնեմ։ Ոյ, մի փոքր չստացվեց, բավականին լավ ստացվեց, բայց ոչինչ։ Հիմա կխառնեմ։ Ու այս գեղեցկությունը տեղափոխեմ արդեն եփելու։ Հիմա եփելու ենք ոնց որ սովորական մակարոնները։ Բայց տնական։ Հիմա սպասենք մինչև պատրաստ լինի։ Ահա եւ վեր սիրելիներս, մեր մակարոնը պատրաստ է։ Հիմա տեսեք, թե ինչ գեղեցկություն է։ Իհարկե բազուկի գույնը շատ ավելի անցել է, բայց դե կարևորը համն է եւ գույնն էլ ինչու՞ չէ, վատը չի։ Ես այստեղ ունեմ սխտորմածուն եւ ունեմ պատրաստի տոմատի սոուսը համեմունքներով մռու չի։ Ես ուզում եմ մի բան նշել, որ այս տեսակին ավելի շատ սազում է սխտոր մածունը իր համերի հետ կապված, բայց նաև այս նույն մակարոնը ես պատրաստում եմ բովելով, այսինքն ինչպես ենք մենք վերնշելով փլավը պատրաստում, նախապես ձեթի մեջ ինչ ենք անում, տապակում ենք, նոր ջուրը ավելացնում ենք, այդպես էլ շատ համեղ է լինում, շատ ավելի հատիկ է լինում եւ դրան արդեն համապատասխան է տոմատի մածուկը, տոմատի սոուսը, չգիտեմ ինչպես ասենք, այստեղ սալսա են ասում, այդ ցանկացած տեսակի սոուսները ասում են սալսաներ։ Եվ դրան ավելի համապատասխան է տոմատինը։ Հիմա ինչի համար եմ սա նշում սիրելիներս։ Պատրաստեք ինքներդ տանը։ Համոզված եմ, որ գրեթե բոլորիդ մոտ կստացվի, չստացվելու տարբերակ չկա։ Պատրաստեք, փորձեք, ձեր կարծիքը ասեք համի վերաբերյալ, ինչպիսին է, ինչ կարելի է փոխել, ինչ կարելի է ավելացնել։ Ես կոնկրետ այս բաղադրատոմսը ինչպես ինձ է հասել, ինձ են տվել, ես ոչինչ չեմ փոխել։ Ես նույնությամբ պատրաստել եմ ինչպես որ կար բաղադրատոմսի մեջ։ Միայն սոուսի տարբերակով ճաշակին ընկեր չկա, ձեր քիմքին որը հարմար է, որը նախընտրում եք, դա ինքներդ կորոշեք։ Պարզապես ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, ինչ կարծիքի եք, որ տեսակի սոուսն է ավելի համապատասխան։ Դե ինչ սիրելիներս, հույսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ եւ այսպես բարեխոժակ բոլորին փորձեք, պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը կոմենտների բաժնում։ Այսօրվա համար այսքանը սիրելիներս, հույսով եմ կարողացա օգտակար լինել եւ հետաքրքիր բաղադրատոմսներ կայացնել։ Սպասում եմ ձեր կոմենտներին, ձեր խորհուրդներին եւ այսպես կհանդիպենք հաջորդ անգամ ցտեսություն, մինչ նոր հանդիպում։